Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Չնայած Դոնթի բանաձևով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին, եթե 12 հանձնաժողով ձևավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի ուժեղ Հայաստանը, սակայն ԿՊԱ-ականները նախագահի թեկնածուներ են առաջադրել բոլոր 12-ի համար էլ, բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։ Օրինակ, Բաբկեն Թունյանը, որն անցած ԱԺ-ում ղեկավարում էր տնտեսական հանձնաժողովը, առաջադրվել է ոչ միայն տնտեսականի նախագահի համար, այլև ֆինանսավարկային եւ բյուջետային, որը ղեկավարում էր Ծովինար Վարդանյանը։ Նա նույնպես հայտ է ներկայացրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը հակված է այս երկու հանձնաժողովներից մեկը տալ ընդդիմությանը։ Երկրորդ հանձնվելիք հանձնաժողովը թերևս կլինի տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որտեղ թեկնածություն են առաջադրել Հասմիկ Հակոբյան եւ Տրթած Սարգսյանը։ Իսկ երրորդ զիջվողը կլինի Մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր ժամանակներում ընդդիմության ներկայացուցիչն է ղեկավարել։ Հրապարակ թերթը գրում է. Հունիսի 30-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլուն, վրացի պաշտոնյան վարչապետին մի շարք խորհրդանշական նվերներ էր հանձնել, նվիրել է Ցիլա Ցակալամաձեի հեղինակած Կլաուդզոնե տեխնիկայով էմալապատ նկար 350,000 դրամ արժեքով եւ Շոթ Հարուստավելու Ընդձենավորը պոեմը, գրքի կազմը պղնձից է, պատված 998 հարգի արծաթով, 0,03 մմ հաստությամբ։ Այնուհետև 999 հարգի ոսկով նույն 0,03 մմ հաստությամբ այդ գրքի թաղանթապատման մասին է խոսքը։ Արժեքը 113,000 դրամ։ Ընդձենավորը համաշխարհային գրականության դասական ստեղծագործություններից է, որի առանցքային գաղափարներն են ընկերությունը, հավատարմությունը, սերը, արժանապատվությունն ու քաջությունը։ Վերջին շրջանում ընթերցանության մասին հաճախ հրապարակային գրառումներ անող եւ հերթական ընթերցած գրքի մասին հանրության տեղեկացնող Նիկոլ Փաշինյանի գրադարանում այս ստեղծագործության հայտնվելը պատահական չէ։ Մնում է ակնկալել, որ նա ոչ միայն կընթերցի, այլև կխորի այն արժեքների շուրջ, որոնք ներկայացված են Ռուստավելու հայտնի պոեմում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մինչ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կենաց մահու պայքար է մղում Գյումրին ուզուրպացնելու համար, տեղի իշխանությունների եւ գործընկերների միջև անջրպետը խորանում է։ Մեզ ասացին, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը, որը լինելով քաղաքապետի առաջին տեղակալ փոխարինում է Ղուկասյանին, գործընկեր կուսակցություններին մինչ այս պահը չի տեղեկացրել, գնում է խորհրդարան, թե շարունակելու է փոխքաղաքապետ աշխատել։ Գործընկերները վիրավորված են այս վերաբերմունքից, հատկապես որ պարզ չէ, թե Առաքելյանի հրաժարականից հետո ով է փոխարինելու նրան։ Ասում են Ղուկասյանի թիմում չկա մեկը, որը կարող է ձգտել այդ պաշտոնին եւ ընդունելի լինել ընդդիմության համար։ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն էլ քրեական վարույթով կարող են հարմար պահի չեզոքացնել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային ժառանգության ներկայացումը դառնում է ճնշումների, անգամ Շարունակեմ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ մշակութային ժառանգության ներկայացումը դառնում է ճնշումների, անգամ պաշտոնանկությունների պատճառ։ Մյուս կողմից նույն պետությունը պետական միջոցներով շարունակում է ֆինանսավորել Արցախի մշակույթի պահպանման ծրագրերը։ Օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ իշխանական շրջանակներում շարունակում է գերակշռել այն մոտեցումը, ըստ որի պետական հիմնարկներում պետք է բացառվեն Արցախի պետականությանն ու խորհրդանիշներին առնչվող ցանկացած դրսևորումներ, սակայն պետական փաստաթղթերը բոլորովին այլ պատկեր են արձանագրում։
Վերջին ամիսներին տեղ ունեցած մի շարք աղմկահարույց դեպքերն այդ հակասության ամենախոսուն օրինակներն են։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Էլիտա Գզոյանի պաշտոնանկության շուրջ հանրային քննարկումների պատճառներից մեկը դարձավ այն, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել էր Արցախի մասին գիրք։ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ հրաժարվել էր հեռացնել Արցախի դրոշը։ Գիտեք, եթե կա անգամ հակասություն, կարծում եմ լրատվամիջոցները ինչ որ պահի պետք է շահագրգռված լինեն այդ հասարակությունը, լրատվամիջոցները այդ հակասությամբ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակային ուրանում է Արցախից, բայց պետական հիմնարկները ֆինանսավորում են մշակութային ծրագրեր, ապա դա հաստատ գոնե երկրորդ մասով վատ չի, եւ եթե ստիպված են դա թաքուն անել, ապա թող անեն, միայն թե այդ մշակութային ժառանգությունը պահպանվի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի ուշադրության կենտրոնում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարագիրը։ Փորձել ենք պարզել, թե ինչպես է փոխվել Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն դրամական միջոցներ, վարկ եւ աշխատավարձ առանց անշարժ գույքի կամ ավտոմեքենայի, ապա հաջորդ տարիներին նրա հայտարարագրում հայտնվեց նախ Lexus Magnish ավտոմեքենան, 2020 թվականից Արաբգիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, իսկ 2023 թվականին Lexus-ը փոխանցվեց 2020 թվականի արտադրության Toyota-ով։ Միաժամանակ տարեստարի աճել են նաև նրա եկամուտները, եթե 2018 թվականին աշխատանքի վարձատրությունը կազմել էր 14 միլիոն 105 հազար դրամ, ապա 2025 թվականին միայն աշխատավարձը հասել է 31 միլիոն 22 հազար դրամի, իսկ ընդհանուր տարեկան եկամուտը 36 միլիոն 542 հազար դրամի։ Այս ընթացքում շարունակում է նվազել բնակարանի հիպոթեքային վարկի մայր գումարը, իսկ բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի վերջին հասել է գրեթե 7.8 միլիոն դրամի։ Շարունակությունը կարող եք ծանոթանալ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համար, մանրամասն թվեր կան, այդքան չձանձրացնեմ ձեզ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակն է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները եւ ավելի ակտիվ մուտք գործել եվրոպական շուկաներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պարբերաբար հայտարարում են, որ Եվրոպական միությունը բացել է իր դռները հայկական արտադրողների եւ գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից։ Սակայն ինչպես պարզվում է, իրական պատկերն այնքան էլ այդպես չէ։ Ժողովուրդ օրաթերթին ՀՀ-ից արտահանմամբ զբաղվող միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործարարներն ու տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները դժգոհել են, որ եվրոպական ուղղությամբ բեռների տեղափոխման գործընթացում շարունակում են բախվել լուրջ վարչարարական եւ մաքսային խոչընդոտների, որոնք էապես մեծացնում են ժամանակի եւ ֆինանսական ծախսերը։ Այստեղ միայն մի ճշգրտում սկզբի մասով օրաթերթը գրել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներից հետո ենթադրում պիտի լիներ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումներ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել եւ առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաեւ նախարարի տեղականներից մեկը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ խոսքը փոխնախարար Արաքսիա Սվաջյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրների նրա պաշտոնավարման շուրջ դժգոհությունները հատկապես սրվել են ամառային ճամբարների կազմակերպման հետ կապված խնդիրներից հետո։ Այս պահին ծառայական քննություն է ընթանում, մասնավորապես խոսքը վերաբերում է աղբյուր ճամբարին, որի գործունեության կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել էր ավելի քան 32 միլիոն դրամ, որպեսզի սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենան ամառային հանգիստ կազմակերպելու։ Դրա մասին հետաքրքիր ռեպորտաժներ Ազատություն ռադիոկայանը հենց ճամբարից երեխաների նաեւ մասնակցությամբ այո, իրականում խայտառակ իրավիճակ էր, դա ավելի շուտ նման էր ուղիչ աշխատանքային գաղութի պայմանների եւ տպավորություններ, թե երեխաները ընտանիքում չարություն են արել եւ որպես պատիժ ուղարկել են այդ ճամբար, այո, սոցիալապես վատ ապրող շերտը մեր հասարակության զգալի մասն է կազմում, այո, երեխաները ունեն հանգստի կարիք եւ պետությունն էլ որպես սահմանադրությամբ արձանագրված սոցիալական պետություն պարտավոր է նման ծրագրեր իրականացնել, բայց նման ծրագրեր պետք է իրականացվեն հավուր պատշաճի, այսինքն մարդը
սոցիալական պայմաններից ելնելով չպետք է գաղութային պայմանները համարի հանգստի պայմաններ։ Եվ եթե այս ծրագրի համար փոխնախարարը պատժվում է, ուրեմն ինչ որ բան դեռ հույս կա, որ պետական համակարգում տեղից կշարժվի։ Թեպետ ես կարծում եմ, որ իշխանությունները եթե անգամ պատժեն այս փոխնախարարին, կպատժեն միայն այն պատճառով, որ աղմուկ է եղել, ոչ թե որ սրանից հետո այդպես չի լինի, այլ սրանից հետո նոր փոխնախարարը կարող է գալ ավելի վատ ճամբար տանել, եթե այնպես անի, որ դա լրագրողների ականջին չհասնի, հասարակությունը չտեսնի, ապա այդ փոխնախարարը կշարունակի մնալ իր պաշտոնին, մինչև անցնելը պոլիտիկայի մի հոդվածի միջազգային մի կարևոր իրադարձության մասին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ ծանոթանալ, ձեզ կծանոթացնեմ պոլիտիկայի մի հոդվածի, որը վերաբերում է մի միջազգային իրադարձության, հայտարարության, դրա արձագանքի, դուք հիշում եք, վստահ եմ հետևել եք, որ օկուպացված հայկական Շուշիում Ադրբեջանի նախագահը մեդիա ֆորում էր կազմակերպել, արդեն ավանդական է դարձել իրենց համար, եւ այդտեղ հնչեցին հայտարարություններ Ռուսաստանին ուղղված եւ այդ հայտարարություններից կարճ ժամանակ անց մեր գնահատմամբ Ռուսաստանից շատ կոշտ պատասխան եղավ Ալիևին եւ Ադրբեջանին։ Միջազգային քաղաքականության մեջ հայտարարությունները հաճախ ունեն գին, երբեմն այդ գինը վճարվում է դիվանագիտական հարաբերություններով, երբեմն տնտեսական ճնշումներով, իսկ երբեմն էլ շատ ավելի տեսանելի ազդակներով։ Հայկական Շուշիում Իլհամ Ալիևը պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին ոչ միայն հայտարարեց, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այլև փաստացի հրապարակային խորհուրդ տվեց Կիևին շարունակել դիմադրությունը Ռուսաստանին։ Ես այսօր էլ կկրկնեմ իմ խորհուրդը՝ երբեք չհամաձայնել օկուպացիային, հենց դա էլ անում է Ուկրաինան։ Այս հայտարարությունը սովորական դիվանագիտական ձևակերպում չէր, այն հնչեց մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը շարունակում է պատերազմը Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը պաշտոնապես փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները թե Մոսկվայի, թե Արևմուտքի հետ։ Այլ կերպ ասած, Ալիևը հրապարակայնորեն մտավ մի թեմայի մեջ, որն այսօր Ռուսաստանի համար ամենազգայուն հարցերից մեկն է։ Եվ ընդամենը մեկ օր անց Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածի ենթարկվեց թուրքական ընկերության պատկանող առևտրային նավ, որի անձնակազմի 11 անդամները ադրբեջանի քաղաքացիներ էին։ Նավի ադրբեջանցի կապիտանը համարվում է անհետ կորած։ Քաղաքականության մեջ ժամանակային նման համընկնումները հազվադեպ են ընկալվում պարզապես որպես պատահականություն։ Մեծ տերությունները սովորաբար խոսում են ոչ միայն արտաքին գործերի նախարարությունների հայտարարություններով, այլև ուժի լեզվով, երբ անհրաժեշտ է որևէ գործընկերոջ հիշեցնել ազդեցության սահմանների մասին, հաճախ ընտրվում են հենց նման ցուցադրական գործողություններ, որոնք ուղերձ են ավելի քան ռազմական անհրաժեշտություն։ Այս տեսանկյունից Օդեսայի մերձակայքում տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես Մոսկվայի քաղաքական պատասխան Ալիևին, ոչ թե պաշտոնական նոտայի, այլ ուժի միջոցով փոխանցված ուղերձի ձևաչափով։ Ռուսաստանի համար անընդունելի է, երբ նույնիսկ իր գործընկեր համարվող պետության ղեկավարը հրապարակայնորեն պաշտպանում է Ուկրաինայի դիրքորոշումը պատերազմի ամենացավոտ հարցում։ Միջազգային հարաբերություններում երբեմն մեկ հարվածը շատ ավելի խոսուն է, քան տասնյակ պաշտոնական հայտարարություններ, եւ եթե այս իրադարձությունները դիտարկենք հենց այդ տրամաբանության մեջ, ապա Օդեսայի ափերի մոտ տեղի ունեցածը կարող է ընկալվել որպես ազդանշան, որ Կրեմլը լսել է Ալիևի խոսքերը եւ ընտրել է պատասխանելու իր ավանդական լեզուն՝ ուժի ցուցադրության լեզուն։ Ալիևը իրականում այդ հայտարարության բավական նուրբ լարերի կպավ Ռուսաստանի Դաշնության։ Դուք հիշում եք, որ նախորդ տարի էլ Ալիևի որոշակի գործողություններից հետո ուղղակի Ռուսաստանի ուժային կառույցները ճզմեցին իրենց տարածքում ապրող ադրբեջանցիների այդ համայնքային կառույցները, բազմաթիվ մարդիկ բանտարկվեցին եւ այստեղ էլ պետք է տեսնել տարբերությունը Ռուսաստանի քաղաքականության Հայաստանի նկատմամբ եւ Ադրբեջանի նկատմամբ։ Այո, Հայաստանը անում է հայտարարություններ,
որոնք արձագանք գտնում են, բայց դրանք այնքան խիստ չեն, ինչպես Ադրբեջանի դեպքում։ Եվ այստեղ էլ տրամաբանական բացատրություն կա, որովհետև որքան էլ մերժելի է Նիկոլ Փաշինյանը, այս դավադիր իշխանության ղեկավարը, Փաշինյանը օրինակ չի անում այնպիսի հայտարարություններ, ինչպիսին Ալիևը արեց Շուշիում հատկապես։ Եվ այս տեսանկյունից դրա համար Ադրբեջան դաժան պատասխան է ստանում։ Նախորդ տարի եթե համայնքի ոչնչացման բեր, համայնքային կառույցների ոչնչացման բեր, այս տարի արդեն ռազմական հարվածների տեսք է ստանում, թեպետ նախորդ տարի էլ նման գործողություններ եղան, երբ որ Սոքարի Ուկրաինայում գտնվող պահեստները ուղիղ թիրախավորվում էին ուկրաինական ներողություն ռուսական զինված ուժերի կողմից, եւ սա շատ կոնկրետ ուղերձ է Ալիևին, կարծում ենք հնարավորություն կունենա Ալիևը սրա մասին մտածելու եւ այստեղ է երբ կրկին վերադառնում ենք Հայաստան, մեր օրեր, մեր իշխանությանը, մեր քաղաքականությանը, հասկանում ենք թե որքան Հայաստանը կարող էր օգտվել, եթե Հայաստանում պրոհայկական իշխանություն լիներ եւ ելնելով այս իրավիճակից փորձեր բարելավել իր դիրքերը անվտանգության առումով, չմտներ այն դաշտ, որտեղ մտնում է Ադրբեջանը եւ Ադրբեջանին ուղղվելիք հարվածների մի մասը իր վրա ուղղակի չվերցներ։ Թող Ադրբեջանն ու Ռուսաստանը այսպես հարաբերությունները պարզեն իրար հետ, Ռուսաստանը ակտիվորեն պարզի այդ հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ Հայաստանը փորձեր հնարավորինս բարեկամական դրսևորել իրեն Ռուսաստանի նկատմամբ։ Բարեկամաբար դրսևորել ամենևին չի նշանակում, ես այդ համոզմունքը չունեմ, որ Հայաստանը պետք է որևէ կերպ մասնակցեր ուկրաինական պատերազմին, որովհետև Հայաստանը այդ քաշային կատեգորիան չունի, որ որևէ պատերազմի մասնակցել, բայց առնվազն կարող էր չխանգարել Ռուսաստանին անել իր գործը եւ կարծում այսքանը բավական էր եւ Ռուսաստանում դա կհասկանային։ Մյուս կողմից հասկանալով այն, որ Հայաստանը չի կարող մասնակցել եւ իրավունք չունի մասնակցել ուկրաինական պատերազմին, ջերմուկի դեպքերի ժամանակ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի որոշակի անտարբերությունը այդքան չթմկարվեր, հասկանալով, որ եթե դաշնակից, ուրեմն դաշնակից, եթե իրենք պիտի գան ջերմուկում մեզ հետ կռվելու, ապա մենք էլ պիտի գնանք Ուկրաինայում իրենց հետ կռվելու, ինչը ելի եմ ասում ինձ համար եւ կարծում Հայաստանի շահի տեսանկյունից այդքան էլ ընդունելի չէ։ Այսօր այսքանը, կհանդիպենք եկող շաբաթ։